Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Ազատ հարթակն է։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք համազգային ճակատ շարժման խորհրդի անդամ Հայ Գյուլամիրյանին։ Պարոն Գյուլամիրյան, նախ շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ինձ հետաքրքիր է, դուք որպես երիտասարդ քաղաքական գործիչ, որքանով եք կարևորում երիտասարդների դերը քաղաքականության մեջ։ Ճիշտն ասած, ես որ լսում եմ երիտասարդություն եւ քաղաքականություն բառերը եւ թեմայի մասին, իմ մոտ մոռացվածության զգացողություն առաջանում, որովհետեւ մեր պետությունը չի հիշում ու չի հարցնում երիտասարդներին, թե նրանք ինչ են ուզում, ինչ են անում եւ ինչով են զբաղվում։ Նախ մեր պետությունը պիտի հիշի, որ աշխարհում յուրաքանչյուր շարժում սկսել է երիտասարդի սրտից։ Այդ լինի պայքար, լինի ազգային զարթոնք, թե լինի հեղափոխություն, սկսվել է երիտասարդի ոգուց եւ սրտից։ Բայց հիմա 2025 թիվն է, ու ես նայում եմ մեր երիտասարդներին հայ, տեսնում եմ, որ ոմանք անտարբեր են շատ, ու ոմանք էլ հիասթափված են։ Իսկ ինչ է բերելու մեր երկրի։ Ընդհանուր առմամբ երիտասարդների մասին որ խոսում ենք ու ասում ենք երիտասարդությունը պիտի զբաղվի քաղաքականությամբ, բոլորի առջև մի պատ է կանգնում։ Բոլորը ասում են երիտասարդն ինչ գործ ունի քաղաքականության հետ։ Բայց քաղաքականությունը մենակ կուսակցականների գործը չի, մենակ կուսակցությունների գործը չի։ Դա բոլորիս գործն է, իմ, քո, բոլորը պետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Պարտադիր չի դառնան քաղաքական գործիչ, բայց պիտի հետաքրքրվեն քաղաքականությամբ։ Երբ որ երիտասարդը աչքը բացում է եւ տեսնում է, որ գազի գինը բարձրացել է, լույսի գինը բարձրացել է, իր պապիկի թոշակը չի հերիքում, ինքը այդ ժամանակ այդտեղից սկսում է քաղաքականությունը։ Ինքը ում պետք է հարց տա, պետք է ինքն իրան հարց տա, լավ, սրա պատասխանը ով պիտի տա։ Իրականում ինքը այդ հարցի պատասխանը պիտի տա, որտեղ ինքն է ընտրողը։ Այսինքն համաձայն եք այն մտքի հետ, որ եթե դու չզբաղված քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով։ Դու զբաղվելու է։ Օրինակ, եթե ես չխոսեմ, իմ տեղը վաղը մյուս օրը հաստատ խոսալու եմ։ Եթե ես որոշում չկայացնեմ, իմ տեղը հաստատ որոշում են կայացնելու։ Իսկ արդյոք կան համակարգային խոչընդոտներ, որոնք սպառնում են, որ երիտասարդները զբաղվեն քաղաքականությամբ։ Երիտասարդներին արհեստականորեն սարքել են անտարբեր։ Երիտասարդը հիմա վախ ունի իր մեջ, նորից սպառվելու վախ։ Ինչու՞։ Որովհետև ընտրում է մարդկանց, ղեկավարներին չի վստահում, տեսնում է, որ ոչ մի բան չի փոխվելու, ու իրանց ուղեղի մեջ մտցրել են մեկա քեզանից ոչ մի բան կախված չի։ Բայց ես վստահ եմ, ես հանդիպում եմ երիտասարդների հետ, վստահ եմ, որ երիտասարդը կարող է փոխել հենց այս օրից սկսած։ Իսկ ուր էին երիտասարդները, երբ Արցախը հանձնեցին, ինչու նրանք չնվզեցին, ինչու չպայքարեցին։ Որովհետև նույնն եմ, նոր կրկնվում եմ, նրանք մտածում են, որ մենք ոչ մի բան չենք կարող փոխել։ Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ կերպով սկսել է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին։ Ձեր կարծիքով ինչու է նա այդպես վարվում, ինչի է միտված այդ ամենը եւ մեզ ուր կտանի վերջո։ Նիկոլ Փաշինյանը մեզ մեր արժեքներից է զրկում, մեր սիմվոլներից գլխավոր։ Բանակը քանդեց, հիմա անցել է եկեղեցուն, երրորդ տարբերակը ես չեմ ուզում հավատամ, բայց լինելու է մեր լեզուն։ Մի օր արթնանալու է, ասի մենք չպիտի խոսենք հայերեն։ Թիրախավորում է կոնկրետ սիմվոլները, որով մենք ապրել ենք դարեր շարունակ։ Ու ինքը այդ ասում է մայիսի 28-ի, որ երբ որ մենք նշում ենք մեր առաջին հանրապետության օրը, մեր մայիսյան հերոսամարտերը, ասում է հաջորդ օրը։ Եթե պատանի է մարդ, ու ինքը նշում է այդ օրը, ուզում է գնա, կարդա, հետաքրքրվի ու հասկանա, թե ինչի մասին է խոսքը, նա այդտեղ պիտի կարդա մեր եկեղեցու դերը այդ պատերազմներում, այդ ճակատամարտերում։ Իսկ մեր եկեղեցին լուրջ դերակատարում է ունեցել։ Կաթողիկոսից սկսած մինչև ամենավերջին քահանա, որ կարդում ենք եկեղեցիները այդ ժամանակ ապաստարաններ են եղել, բուժման կետեր են եղել, սնունդ են տվել ու օրհնել են ամեն ճակատամարտից առաջ։ Օրինակ Հովանես Տեր Մարաքյանը Սարդարապատի ճակատամարտից առաջ օրհնել է բոլոր զորքին եւ այդ եկել է հոգու խորհրդանիշը։ Փոքր ավելի հետ գնանք, Ներսես Են նույնպես օրհնել էր պատերազմներից ճակատամարտներից առաջ։ Այո։ Նիկոլ Փաշինյանը վերջերս մի արտահայտություն է սկսել շրջանառել, այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց։ Սա ինչ արտահայտություն է եւ ինչու է նա սկսել այսքան ակտիվ կոնկրետ հենց այս արտահայտությունը շրջանառել հենց այս շրջանում։ Որ մարդիկ հիմնված է դա արտագաղթի վրա, որովհետեւ մարդիկ այստեղ չեն կարողանում ապրել, շատ երիտասարդներ կան, ասեն, ճամպրուկի կողքն են քնում։ Իրանք արդեն մտածել են, որոշել են, որ պետք է լքեն երկիրը, որովհետեւ այստեղ չեն կարողանում գոյատևել։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին իրականում, բայց երիտասարդը պիտի հասկանա, որ այս հողը մերն է։ Մենք այս հողի առաջ պիտի խոնարհվենք։ Ոչ թե հողը խոնարհեցնենք ու գնանք ուրիշ երկիր ու այնտեղ հաց փնտրենք։
Մնա այստեղ պայքարի, հասկացի դու ինչ ես ուզում, որովհետև եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, դու քաղաքականության մեջ չլինես, քո տեղը հաստատ ուրիշ մարդիկ են լինելու։ Ու քանդելու են երկիրը, այն մարդիկ, որոնք լավը չեն։ Ես ճանաչում եմ մարդկանց, արժանի մարդկանց, թե երիտասարդ, թե մեծ, որ իրանք գալիս են ու ասում են, «Էս ովքեր են մեծ ղեկավարում, ինչու պիտի նրանք մեծ ղեկավարային»։ Բայց եթե դուք դուրս եք գալիս այդ պայքարից, դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, ձեր տեղը նրանք են ձեզ կառավարում, ձեր տեղը նրանք են որոշումներ կայացնում, որտեղ պիտի մնա երիտասարդը այստեղ ու պիտի պայքարի իր իրավունքների համար։ Խոսեցինք արտագաղթից, բայց եկեք այս մասով մի փոքր ավելի մանրամասն խոսենք։ Ինչու է երիտասարդը լքում, որովհետև գումար չունի, որովհետև ստացել է կրթություն, բայց չի կարողանում իր մասնագիտությամբ, իր աշխատանքով այնքան գումար վաստակել, որ կարողանա իր կենցաղային կարիքները հոգալ։ Ինչ անենք, ինչ անի երիտասարդը, որովհետև եթե աշխատում է, ապա պետք է վարձատրվի։ Եթե վարձատրվում է, պետք է վարձատրությունը այնքան լինի, որ կարողանա գոնե ամենամինիմալ կարիքները հոգալ։ Ինչ անի երիտասարդը։ Տեսեք, հիմա մենք խոսում ենք աշխատանքից, գումարի բացակայությունից, բայց դրա տակ այնքան բաներ են թաքնված։ Հիմա Հայաստանում կրթություններ նորմալ վիճակում չէ։ Երիտասարդը սովորում է, բայց չգիտի ինչ է սովորում։ Ոչ մի փոփոխություն չի արվում։ Երիտասարդը աշխատում է, բայց նրա ձայնը աշխատանքի վայրում չի լսվում։ Գոհ չի իր աշխատանքից։ Երիտասարդը գնում է բանակ վախով։ Գալիս է հոգեբանական ընկճված վիճակով բանակից։ Ասենք մի բան չի, բոլոր իրար փոխկապակցված են ու դրա մեղավորը բացառապես պետությունն է։ Երիտասարդին հնարավորություններ չտալով, երիտասարդի խոսքը չլսելով։ Օրինակ ես կուզեմ մեր երկիրը այնպիսի երկիր լինի, որ վարչապետը, չնայած ես դեմ եմ վարչապետական կարգին, իրականում նախագահական։ Միանշանակ նախագահական, որ ուղիղ նախագահ ընտրվի, ուղիղ գյուղապետ ընտրվի, ոչ թե նշանակեն։ Որ մեր նախագահը կանգնի 18 տարեկան երիտասարդներին հարցնի, թե նրանք ինչ են ուզում։ Ու իրանց հարցերը լսի, որովհետև 18 տարեկանները ամենապարզ մաքուր հարցերն են ուղղելու, որովհետև նրանք դեռ չեն հասցնել ու վախենալ կյանքից, չեն հասցրել վաճառվել, որը արդիական է այս երկրում։ Այսօր երիտասարդին չեն լսում, բայց լսում են, չգիտեմ, ինչ-որ գնված մարդկանց, որոնք խոսում են իրենց տերերից։ Տակն էլ ինչ մնա իրենց, այսինքն ինչ-որ գումար են տալիս կամ չգիտեմ ինչ են տալիս, որ իրենք խոսան իրենց գովաբանեն։ Ձեր կարծիքով ինչ կլինի երիտասարդության վիճակը 10 տարի հետո, եթե ոչինչ չփոխվի։ Եթե երիտասարդ մնա, այս տեմպերով եթե շարունակվի, շատ վատ կլինի իրենց վիճակը։ Խոսեցիք բանակից, ես այս հարցը չէի կարող չտալ։ Պետությունը, կառավարությունը վերջերս մի նախագիծ էր մշակել, ըստ որի 20 միլիոն դրամով պարտադիր զինվորական ծառայությունից կարող ես խուսափել եւ ազատվել։ Ձեր կարծիքով, եթե այս որոշումը ընդունվի, ինչ կլինի, ինչ սպառնալիքներ կունենանք, մեր բանակի վիճակը ինչ կլինի, եւ արդյոք մենք կարող ենք արձանագրել, որ այս որոշմանը կհետապնդի հետեւյալ պատկերը։ Միայն կծառայեն աղքատի երեխաները եւ հարուստի երեխաները, ինչպես միշտ է եղել, իրենց կյանքը կվայելեն եւ զերծ կմնան բանակում ծառայելուց։ Բնականաբար աղքատները հնարավորություն չունենալով կծառայեն, հարուստներն էլ եթե ունեն հնարավորություն, գումարը կտան եւ չեն ծառայի։ Նորմալ է, որտեղ մեր ազգային հոգին ամենաներկա զրոյական մակարդակում է։ Հիմա մարդիկ խուսափում են գնան վարժական հավաքներում, մարդիկ չեն գնում այդ վարժական հավաքներին։ Մի մասը վախենում է, մի մասը պետության դեմ է դրա համար։ Բնականաբար ով հնարավորություն ունի չի գնալու։ Ամեն դեպքում պետությունը չի պետք է այնպես անի, որ երիտասարդը շահագրգռվի բանակում ծառայելու։ Ձեր կարծիքով ինչ միջոցներով պետք է շահագրգռել, բացի իհարկե վարձատրությունը, բացի բարձր աշխատավարձը, ուրիշ ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Պետք է արտնասնի հայ ոգին։ Ինչպես ինչ միջոցներով։ Հասարակ զրույցը, խոսքով, գաղափարով։ Հիմա մեր պետությունը գաղափար չունի, պատմությունը հիշեցնում է, պատմությունը իրենք չեն հիշեցնում, պատմությունը մոռացիան են մատնում։ Հարատ լեռը մերը չի սկսելով միջև մեր եկեղեցին, այսօր խաչն է խոնարհեցնում։ Կարծես թե թեմայից թեմա է բացվում եւ մեր օրերում պատմությունը դպրոցական դասագրքերում կարծես թե խեղաթյուրում են, շատ բաներ հեռացնում են, շատ բաներ իրենց են հարմարեցնում եւ անգամ կա խոսք, որ երրորդի շորրորդ դասարանների դասագրքերում ադրբեջանցի հեղինակների ստեղծագործություններ են ներառված։ Ձեր կարծիքով այս ամենը մեզ ուր կտանի եւ ինչ սպառնալիքներ ունի իր մեջ։ Նրանք տանում են, շարունակում են Թուրքիայի գաղափարախոսությունը, Ադրբեջանի գաղափարախոսությունը։ Այսինքն իրենք հայ են ուղակի ազգանվամ, իսկ մտքով, սրտով, հոգով իրենց պահում են թուրքի նման։
Մեր երեխաները ինչ պիտի իմանան։ Օրինակ, ինչու չեն անում այնպես, որ կուզեն, որ վաղվա Հայաստանը այդպես լինի, որ դպրոցական երեխան հիմա ինչ հայտարարակ վիճակ է, դպրոցականների վիճակը։ Դասերից հետո քննարկի ոչ թե TikTok-յան ինչ-որ վիդեո, այլ քննարկի օրինակ Հայաստանի սահմանադրությունը, ճիշտ։ Քննարկի մեր պատմությունը, քննարկի մեր գրական հերոսներին, քննարկի գրքեր, բայց հիմա ինչ են անում երեխաները ուղղակի ինտերնետով են զարգանում ու ինտերնետով են կրթվում, որով մեր ստանալու է շատ բացասական հետևանքների։ Ես կցանկանայի իմանալ ձեր քաղաքական գործունեության ընթացքում, որն է եղել ամենամեծ մարտահրավերը, որին բախվել եք։ Իրականում ամենամեծ խնդիրը, ես որ տեսա երիտասարդների վիճակը, երիտասարդներին մի գաղափարի շուրջը հավաքելն է։ Շատ դժվար է։ Փոքր երկիր ենք, 2 միլիոն մի քիչ ավել, բայց բաժանված ենք։ Դա իր հերթին եկել է մեր ճակերտավոր շատ սիրելի վարչապետից, որը քննադատության միջոցով եկավ իշխանության, իսկ քննադատությունը հոգեբանական առումով էլ եթե շատ ենք կենտրոնում դրա վրա, ունի շատ մեծ բացասական հետևանքներ։ Առաջինը ինքը եկավ քննադատությամբ ու դարձավ կուրք։ Մարդիկ չէին նայում իր քաղաքական հայացքներին, մարդիկ նայում են անձերին։ Անգամ Քրիստոսի հետ էին համեմատում էին։ Երկրորդ տարբերակը եղավ այն, որ սկսեցին հիմնական խնդիրներից շեղվել։ Այսինքն մենակ նա չարեց։ Մեր ընդդիմությունը, չնայած ես չեմ տեսնում այստեղ ընդդիմություն, կա ընդդիմություն ուղղակի ֆիկտիվ բնույթով։ Իրանք չունեն գաղափար։ Ընդդիմությունն էլ սկսեց արդեն քննադատել մեր վարչապետին։ Վարչապետը նրան։ Այդտենց սկսեցին հիմնական խնդիրների ժողովրդին շեղել։ Այսինքն ժողովուրդը չկարողացավ հավաքվել մի գաղափարի շուրջ։ Երկու հոգի իրար հետ խոսացին ու անձերի մակարդակով սկսեցին խոսալ։ Մեկը պաշտպանեց այն մյուսին, այն մյուսը պաշտպանեց այն մյուսին։ Այդպես սկսեցին իրենք բաժանվել, չմիանան գաղափարի շուրջ։ Երրորդը բերեց մենաշնորհացման, Նիկոլ Փաշինյանը սկսեց արդեն իր համար մենաշնորհը, ինչ ուզեր անել։ Իսկ չորրորդը արդեն քաղաքական пассивության։ Իսկ այդ քաղաքական пассивությունը այսօր 13-14 տարեկանից մինչև 70 տարեկան 90%-ը քաղաքական առումով пассив են։ Չեն շարժվում, չեն հավատում, չեն գործում։ Իսկ եթե հավաքվեն մի գաղափարի շուրջ, հանդիպումներ կազմակերպեն իրար հետ, չգիտեմ 10 հոգով, երիտասարդները հավաքվեն, իրանք իրար դառնալու են դաշնակից։ Մեկը ճիշտ բան կասի, մեկը կսխալվի, մեկը մեկին կուղի։ Այդպես կդառնան դաշնակից կսկսեն կոնկրետ գործողություններ անել։ Իմ գաղափարը էդ է։ Ես որ զբաղվում եմ, ես հավաքում եմ երիտասարդներին ու սկսում եմ իրանց հետ շփվել։ Խոսալ գաղափարներից, խնդիրներից, երազանքներից, որովհետև այսօրվա մեր երիտասարդը, որ ասում են լավ, այսինչ սերունդ է, չէ՞։ Այսօրվա երիտասարդը ունի շատ պայծառ միտք, ունի շատ լավ գաղափար, բայց ինքը չգիտի ինչ անի, չգիտի որտեղ գործածի։ Ինքը չգիտի իր որոշումը ճիշտ է թե սխալ է։ Դրա համար երիտասարդի մեջ պիտի մտցնած, որ ինքը ճիշտ որոշում կայացնի։ Ամենադրական բանը, որին հանդիպել եք երիտասարդների հետ շփվելիս։ Մաքրությունն է։ Միայն։ Մաքրությունը ընդհանուր իրենց գաղափարը այսօր երիտասարդը ունի շատ մեծ կրթվելու հնարավորություն, որը տարիներ առաջ չունեին շատ մարդիկ։ Ինքնակրթությունը նկատի ունեք։ Ու ինքնակրթություն, այո, իհարկե։ Ինքնակրթությունն էլ մնացածն է, թե չէ, եթե կոնկրետ համալսարաններն ու դպրոցները մեջ բերենք, շատ վատ վիճակում է, կրթությունը պիտի լրիվ, սկզբից մինչև վերջ փոխվի։ Իրանք ունեն կրթության հնարավորություն, իրանք ունեն կարդալու հնարավորություն, իրանք ունեն զարգանալու հնարավորություն ու կան այդպիսի երիտասարդներ։ Բայց այդ երիտասարդները լուր չեն համաձայնվում, բայց լուր։ Մեր պետությանը երկխոսություն է պետք։ Պետության ու երիտասարդության միջև։ Այդ երկխոսությունը չկա։ Վերևից խոսում է իշխանությունը, ներքևից չեն լսում երիտասարդները։ Ոչ թե լսում են, չեն արձանագրում, չեն լսում։ Մենք ունենք նաև հետևյալ պատկերը։ Երիտասարդը ցանկանում է գնալ արտերկիր ուսումը շարունակելու, բայց հայրենիք վերադառնալու նպատակով։ Բայց նա գնում է արտերկիր, ստանում է կրթությունը, ստանում է աշխատանքի առաջարկ եւ չի վերադառնում հայրենիք։ Այս մասով ինչ կասեք։ Որովհետեւ մտածում է գա հայրենիք, չի ստանալու այն, ինչ որ ստանում է դրսում։ Այստեղ չեն գնահատում խելացի մարդկանց, որովհետեւ չեն դարձնում իրենց գործիքը։ Հիմա շատ երիտասարդներ կան, որ պետական ոլորտում են աշխատում, պաշտոններ են զբաղեցնում, բայց իրանք մեծ մասը ընդհանրապես գործիք են։ Եթե ճիշտ կազմակերպեն այդ ամեն ինչը, երիտասարդը կուզենա մնա, այլ վերջ իր երկիրն է, իր հողն է։ Ինչու գնա դրսում աշխատի։ Դա բարեկամությունը, ամեն ինչը այստեղ է։
ինքը չի կարա։ Արձանագրենք, որ մի կողմից լավ է, երբ երիտասարդը մեկնում է արտերկիր որակյալ կրթություն ստանալու, բայց մյուս կողմից էլ վատ է, որ արտերկրում կրթություն ստանալուց հետո նա պարզապես չի ցանկանում հայրենիք վերադառնալ։ Հարմարվում է։ Սկզբից դժվարությունների մեջ վանցնում, հետո հարմարվում է, մերվում է մտածողությանը, դրսի ու առաջինը գումարն է։ Գումարն էլ մեծ դերակատարում ունի մարդու կյանքում։ Մարդ երազանքներ ունի, ես էլ եմ ասում, չեմ մեղադրում։ Իմ մեջ դատապարտում եմ, բայց չեմ կարող ուղիղ մեղադրել։ Մի կողմից իր երազանքներն են, որը դրված է, որտեղ մարդ առանց երազանքների ինքը մարդ չի։ Իսկ մյուս կողմից իր հայրենիքն է։ Բայց ինքը որ տեսնում է, որ հայրենիքում ոչինչ չի փոխվում, իր ձայնը չեն լսում, իր խոսքը չեն լսում, ինքը արդեն միանգամից ասում է իր երազանքներին։ Կշարքի մի նժարին հայրենիքն է, մյուս նժարին կարիերան, որը ընտրել։ Պետք է համատեղեն։ Արդյոք մեր պետությունը հնարավորություն տալիս է ընտրել ոսկե միջինը։ Մեր պետությունը ամեն ինչ անում է, որ երիտասարդը գնա երկրից։ Ուր կտանի դա պետության, ինչ շահ ունի, որպեսզի երիտասարդություն չլինի։ Հենց որտեղ շահճուճը երիտասարդներն են։ Բայց չէ՞ որ հենց այդ նույն երիտասարդները 2018 թվականին հեղափոխություն արեցին։ Դա ինքը աշկը տեսած է վախենում։ Եկեք խոսենք impeachment-ից, արդյոք հնարավոր է ստեղծել impeachment եւ եթե ստեղծվի, արդյոք դա մեզ համար օգուտ կլինի։ Նայած որ տեսնենք նայենք։ Գահանկեցության։ Գահանկեցության առումով իհարկե պետք է։ Ես համաձայն եմ յուրաքանչյուր վիճակին, որ մեր երկրի ղեկավարը գահանկեց արվի։ Իսկ ինչ կլինի դրանից հետո։ Դրանից հետո արդեն պետք է ժողովուրդը ընտրի։ Բայց արդար ու խելամիտ ձևով, ոչ թե այս ձևով, որը արեցին 2018 թվականին։ 2018 թվականին Թավշյա հեղափոխության միջոցով ժողովուրդը ընտրեց իր սրտի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Հետո տեղի ունեցավ չարաբաստիկ պատերազմը, պատերազմի պարտությունը ու պարտությունից հետո նույն ժողովուրդը եւս մեկ անգամ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Դա շատ բարդ է, որովհետեւ ես շատ եմ խոսում մարդկանց հետ, ես չեմ հասկանում այդ մարդկանց, որտեղ իր գալուց, մեր վարչապետից գալուց 6 ամիս հետո արդեն պարզ էր, թե ինքը ինչ է անում։ Ուղղակի հավատում են երևի, ինքը լավ է կարողանում մարդկանց մանիպուլացնել։ Լավ է կարողանում մարդկանց համոզել։ Նու այդ ծրագիր է, որ այդ ծրագիրը ինքը իդեալական կատարում է։ Բայց հստակ է, չէ՞, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Իհարկե։ Ինչու չհեռացավ։ Չհեռացավ, որտեղ ինքը դեռ անելիք ուներ։ Իսկ հիմա եւս ունի անելիք։ Հիմա էլ ունի անելիք։ Անում է ինչ որ պետք է։ Անում է իդեալական, ես ասում եմ, ինքը իր բացասական գործը անում է իդեալական։ Բայց ժողովրդի մաս կա, որ դեռ հավատում են, դեռ պաշտպանում են, դեռ սպասում են, որ ինչ-որ մի բան փոխվելու իրենց կյանքում։ Նրանք իսկապես հավատում են, թե պարզապես, այսպես ասած, ինքնապաշտպանական մեխանիզմ է սա։ Իսկ այլ ընտրանք չեն տեսնում։ Ինչու։ Չգիտեմ, երևի ես արդարացնում եմ այդ մարդկանց սխալները, բայց չգիտեմ։ Ոնց է 18 թվի պատրանքներն են դեռ նրանց գլխում թևածում։ Կարծում։ Մոռացվել է դա։ Դե էլի եկանք հանգեցինք այդ անձերի վրա, չսիրելով մեկին, պաշտպանում են այն մյուսին։ Այդպես չի լինում։ Եվ վերջում խնդրում եմ ձեր կոչը ուղերձը ուղեք բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց վախենում են։ Նախ ուզում եմ ասել, որ չվախենան։ Ուզում եմ ասել, որ երկրում կան մարդիկ, ովքեր իրենց խոսքը լսելու են, ովքեր հավատալու են, ովքեր սպասելու են, որ այդ երիտասարդը մութ սենյակում լույս տա։ Մեր երկիրը հիմա շատ մութ վիճակում է, բայց ամեն սկսում է մոմից, ու ես վստահ եմ, որ երիտասարդներն են լինելու այդ մոմը, ու կոչ կանեմ երիտասարդներին հավաքվեն, արտահայտեն իրենց մտքերը ու պահեն ու պահպանեն մեր երկիրը, շենացնեն մեր երկիրը ու զարգացնեն մեր երկիրը, ու չսպասեն, թե ինչ-որ մեկը դրսից կամ ինչ-որ տեղից տիեզերքից գալու է ու մեր երկիրը երկիր սարքի։ Պիտի մենք պայքարենք, պիտի մենք ստեղծենք, պիտի մենք զարգացնենք մեր երկիրը։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, այս թողարկման համար այսքանը։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը համազգային ճակատ շարժման խորհրդի անդամ Հայ Գյուլամիրյանն էր։ Կհանդիպենք։